ու Ալիևը առաջերտին շատ լավ հասկանում է, որ Նիկոլը կարա տա ամեն ինչ ինքը ուզում է։ Բայց ես էի ուզում Մի հարցնել։ գեղեցիկ օր Նիկոլ չի լինելու եւ նա գիտակցում է։ Տվողներ էլ չեն լինի։ Ու դա կարող է բերի լուրջ խնդիրներ, ու եթե հիշում եք մոտ մի տարի առաջ կարծեմ նրանց վարչապետը թե պարլամենտի նախագահը խոսեց մի խոսքով էլի տենց բարձր պաշտոնյա Ադրբեջանի արդեն չեմ հիշում կոնկրետ որ մեկ որ ասեց որ մեզ պետք է որ այս որոշումները որը Հայաստանը բանամ սահմանադրության փոփոխություն ադրբեջանցիների վերադարձ տարածքների զիջում եւ այլ Հայաստանում ամրագրվի հանրաքվեով դա ինչ է նշանակում նշանակում է որ վաղը չեմ իսուր երբ որ Նիկոլ չլինի հաջորդ իշխանություններ ասելու են սա հանցանք էր պետության դեմ Փաշինյանը նստելու է այդ պետական դավաճանության հոդվածով իր բոլոր ընդունած օրենքները չեղյալ են նրա բոլոր ստորագրված փաստաթղթերը չեղյալ են եւ հասկանում ես նրանք դրանից են եթե դա լինի հանրաքվե կասի մենակ Նիկոլը չի այդ որոշումը կայացրել ամբողջ ժողովրդով քվեարկել եք այդ փաստաթղթին կողմ ու մենք արդեն խոսալու բան եւ հերքելու բան մեր ապագա սերունդները չեն ունենալու այն ինչ որ ժամանակին տեղի ունեցավ Պաղեստինի հետ որտեղ Պաղեստինը փաստացի հրաժարվել էր այն տարածքներից որ հանրաքվեով հա իրանք էլ իրանց Նիկոլին ունեին քանի որ մասնագետ չեմ ներփությունները չգիտեմ ես ընդհանուր գաղափարն եմ ասում պաղեստինցիներ հրաժարվեցին ելնելով ինչ-ինչ պատճառներով ու այսօր այդ ամեն ինչը աշխատում է իրանց դեմ որտեղ սերունդներ եկան որոնք որոշեցին որ չէ այդ հողերը իրանց պետք է բայց ասին չէ չկա տենց բան դուք հրաժարվել եք հիմա սա են մեզ դեմ տալու հիմա այն ինչ որ կատարվում է եկեղեցու հետ դա այդ տնային աշխատանքի մի մասն է չէ ամեն ինչ կատարվում է Հայաստանի Հանրապետությունում կրում է դեստրուկտիվ բնույթ եւ կատարվում է Ալիևի բուն թելադրմամբ ու դա այդ ընդհանուր պանթուրանական գաղափարի հերթական մի աստիճանը որը դու պետք է անցնես պետք է հաղթարես պետք է կոտրես ինքնագիտակցությունը պետք է կոտրես ինքնասիրությունը պետք է այն կառույցները որոնք պահում են քո ինքնությունը այո այսինքն դու մարդուն պետք է զրկես ինքնությունից շատ պարզ օրինակ բերեմ այսօրվա Թուրքիայում շատ ու շատ քաղաքացիներ որոնք վաղուց կորցրել են իրենց ինքնությունը հայտնաբերում են որ հայ են ես տեսել եմ այդ հոլովակները շատ ու այնքան շատ են որ դա արդեն պարլամենտի մակարդակով է քննարկվում այդ խնդրեմը Թուրքիան արգելել է չէ իհարկե արգելել է բանը աբրազիասները ուղարկում են Եվրոպա հա ուրիշ երկրում են անում տենց բան կա ծառայություն կա դու գնում ես այդ փաթեթը իրանք ասում են ոնց անես այդ փաթեթը արունով կամ չգիտեմ ինչով է թուք են հավաքում բան ուղարկում ես իրանք արդեն պատասխանը քեզ ուղարկում են ինչ որ ու շատ թանկել չի դեպ ասած մի բան հարցնեմ դու կարծում ես որ այն մարդիկ ովքեր հայտնաբերում են որ հայ են իրանց մեջ կարա արտնանա ինչ որ ազգային ինքնություն я к этому и веду որ իրանց մոտ այդ ինքնագիտակցությունը մեկը չի արտնանում իրանց մոտ այդ զարյութը հենց ոնց որ իմ ու քո մոտ է հա այդ ինքնագիտակցություն կրողը մի ձև է ասենք հայոց ցեղասպանությանը վերաբերվում ինքնությունը կորցրած անձը լրիվ ուրիշ ինքը չի մեղադրում պետությանը ասում որ դուք ինձ զրկել եք իմ ինքնությունից ասում հա պապս հայ է եղել հա բայց ես Թուրքիայի հպարտ քաղաքացի եմ Հայաստանի տարածքում ապրող Թուրքիայի քաղաքացիների մանկուրտների մի երկու սերունդ հետո էլ որտեղ մի պերիոդ կար այդ համշենահայերը որոնք իրոք տարբերվում են դե հայեր են հիմա այո ինչ որ մի հատված կար հատկապես այդ իսլամացված համշենահայերը որոնք պնդում են որ մենք հայ չենք մենք լեռնային թուրքեր ենք Աֆիգետ հասկանում ես իրանք խոսում են հայերեն իրանք ապրում են իրանց հողում իրանք շատ լավ գիտեն այդ սա պատմությունը իրանք պապերը պատմել են ոնց է եղել ինչ է եղել հա
Բայց իրանք օքեյ են դրա հետ։ Ոչ միայն օքեյ են, այլ իրանք նեղանում եւ ջղայնանում վիրավորվում են, որ դու իրանք հայ ես անվանում։ Ասում եմ մենք լեռնային թուրքեր ենք ու մի քանի սերունդ հետո է տալնելու հա մենք թուրք ենք, մի քիչ ուրիշ թուրք ենք, հենց ոնց որ ասենք մենգրելները Վրաստանում։ Այսինքն սկզբից լինելու է ասենց Հայաստանում։ Դե ոչինչ, հա լավ, բրծել է պատերազմը, իրար հետ բիզնես անենք, հա լավ, ոչինչ, հա ինչ ա եղել ամուսնանանք իրար հետ, հա ինչ ա եղել իրարից երեխա ունենանք, հա ինչ ա եղել պապաս հայ էր, դե այդքան էլ ես թե հա հիշում եմ, որ Հայաստանում եմ ծնվել, հիշում եմ հայերեն, բայց ուժը չեմ խոսում հայերեն, հետո մի քիչ ավելի հեռու գնացինք, դե լավ, հա, ավելի շատ մենք դե ինչ հայ, դե սկսում է կամաց-կամաց դառնալ ամոթ եւ տենց կամաց-կամաց վերանում ենք։ Հետո լինելու ամարտ լավ է, մաշտոցը ինչ է բան արել, լատինետերը լատինատառով գրել ավելի հարմար չի, եկեք լատինատառությունն է, իսլամ ավելի ուժեղ կրոն է։ Տենց հերթով շերտ առ շերտ այդ ամեն ինչը բան է անելու, մաշվելու է գնալու ու ասենք մեր նախնիների հայ լինելուն մենք վերաբերվելու ենք նենց ոնց որ ասենք հիմա մենք ընկալում ենք Աբասի բանը հայաթափումը 17-րդ դարում։ Եղել է ու եղել է։ Եղել անցել դա մեր վերաբերմունքին պարսիկների նկատմամբ չի փոխում։ Չի ազդում